Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կախակն բնակավայրում պետական միջոցներով կառուցվող կրթահամալիրի գործունեությամբ պայմանավորված կհիմնանորոգվի մեծ մասրիկ Կախակն մարզային նշանակության ավտոճանապարհի 6.2 կիլոմետր հատվածը։ Այս մասին տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից։ Շինարարական աշխատանքների ձեռքբերման համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի օգոստոսի 14-ի ժամը 11-ը։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ 8 միլիոն դրամ, որը կհատկացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից։ Ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում դեպի կրթահամալիր բարեկարգի երթևեկություն կապահովվի նաև կൂട്ടական եւ տրետուկ բնակավայրերի սովորողների համար։ Նուրնուս բնակավայրում ավարտվում են ոռոգման ջրի ներտնտեսային ցանցի կառուցման շինարարական աշխատանքները։ Անցկացվել է շուրջ 1162 գծամետր երկարությամբ նոր խողովակաշարժ։ Այս մասին տեղեկացնում են Բյուրեղավանի համայնքապետարանից։ Այցի ընթացքում համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանը դրական է գնահատել իրականացված աշխատանքների որակը եւ շեշտել, որ նույն արդյունավետությամբ պետք է շարունակել ծրագիրը նախատեսված ժամկետում ավարտին հասցնելու համար։ Նշենք, որ այս նախագիծն իրականացվում է մասնակցային բյուջետավորման շրջանակներում։ Կառավարությունը նախատեսում է $150 միլիոն եւ 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ $150 միլիոն բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով, կլինի 4.58%-ական լողացող տոկոսադրույքով։ Վարկային այս համաձայնագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է աջակցել հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի եւ ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդմանը։ Երկրորդ բաղադրիչը ենթադրում է պետական արժեթղթերի շուկայի կատարելագործում, երրորդը ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայնում, ինչպես նաև ուղղվելու է ընկերությունների թափանցիկությանը։ Երկրորդ վարկային համաձայնագիրը կնքվել է Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի հետ։ Վարկի ծավալը $170 միլիոն է։ Այս վարկային միջոցները նախատեսվում է ուղղել ներդրումների, առևտրի ազատականացմանն ու մրցակցության խրախուսմանը, ավելի կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը։ Այս վարկի ժամկետը 28 տարի է, տարեկան տոկոսադրույքը 3.9%։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում էր $6.7 միլիարդ։ Ընդհանուր առմամբ կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցրած գերազանցում է $14.1 միլիարդ։ $500 միլիոն պարտք էլ ունի կենտրոնական բանկը։